Հիմա շատ կարևոր մի հարց կարա այն չի, բա այդ փողերը ինչ են կարել, ուր են այդ փողերը։ Եվ падգամավոր Սերգեյ Բագրատյանը նախորդ նիստերից մեկի ժամանակ հարց տվեց, ասեց աջակցության տարբեր ծրագրեր կան եւ այլն, բա հաշվարկ չունեք այդ աջակցության ծրագրերով ինչքան աջակցություն եք ցուցաբերել մարդկանց։ Եվ մենք արեցինք այդ հաշվարկը եւ ճիշտն ասած այդ հաշվարկը, եթե շատ անկեղծ ասեմ, մեզ էլ զարմացրեց, որովհետեւ խոսքը ինչի մասին է, խոսքը ամենատարբեր ծրագրերի մասին է, որ կառավարությունը որևէ օրենսդրությամբ պարտավոր չէր անել։ Այսինքն աջակցության ամենատարբեր օրինակ Խելացի անասնագոմի ծրագիր 50%-ի հետվճար, որը քաղաքացիներին է գնում։ Եվ հարգելի գործընկերներ, ուզում եմ արձանագրել, որ 2018-ից 2025 թվականները մենք ուշադիր եղեք 1 տրիլիոն 410 միլիարդ դրամի աջակցության ծրագրեր ենք իրականացրել, որ մենք ուղղակի այսպես վերադարձրել ենք տարբեր ծրագրերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սա 3.7 միլիարդ դոլարի մասին է։ 3.7 միլիարդ դոլար մենք 2018-ից ի վեր պարզապես տվել ենք մեր քաղաքացիներից։ Սկսած այդ ծրագրերը տարբեր են։ Սկսած անկանխիկ եղանակով բաներից վճարումներից կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին հետվճարի ծրագիր, դրամական աջակցություն 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիր, ասենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին աջակցության ծրագիր, ասենք օրինակ այդ ծրագիր 31 միլիարդի աջակցություն ենք ցուցաբերել։ Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր 4.5 միլիարդ դրամ, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր 14.4 միլիարդ դրամ, տնտեսության արդիականացման միջոցառման պետական աջակցության ծրագիր, այս ծրագրերն են լիզինգ անվանում 52.8 միլիարդ դրամ, այս սենց հաշվել ենք անկանխիկ եղանակով ու տվել ենք հազարավոր քաղաքացիների խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում 17 միլիարդ դրամ, ինտենսիվ այգեգործության զարգացման սուբսիդավորում 59 միլիարդ դրամ։ Այսինքն մենակ այս երկու ծրագրով, որ նշեցի, 100 միլիարդ մենակ մենք դրել ենք գյուղատնտեսության մեջ ու տվել ենք կոնկրետ մարդկանց։ Ու ընդ որում, ես ինչ որ ասում եմ, էլի, սա նենց բան չէ, որ դե տվինք մարզպետին, մարզպետը քաղաքապետին, քաղաքապետը գյուղապետին, գյուղապետն է ժողով արավ, գառը մորթեց, գինին դրին, կերան խմեցին, ուրախացան ծափ տվին։ Ամեն դրամի տակ անուն ազգանուն կա։ Այս ամեն դրամը հետագծելի է, որ այս 50 միլիարդից ուզենանք իմանան ով ինչքան է ստացել, հետագծելի է։ Այս շատ կարևոր հանգամանք է։ Գյուղատնտեսական հումքի մթերումներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, այս էլ այն ծրագիրն է, որի արդյունքներով մենք չենք տեսնում, որ գյուղացիները ասում են, չի մթերվում, գինը եւ այլն, եւ այլն, գինը միշտ էլ ասում են, բոլորն էլ ուզում են ավելի թանկ վաճառեն։ 18.7 միլիարդ դրամ պետական աջակցություն բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման աշխատանքի իրականացում։ Մենք 13.3 միլիարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փող ենք տվել, որ իրանք իրանց տները նորոգեն, հարգելի գործընկերներ։ Աշխարհի որ երկրի, որ կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ մարդը իր տունը ռեմոնտ անի, հասկանում եք։ Բա սրա համար ենք հեղափոխություն արել, այո, սրա համար ենք հեղափոխություն արել, սրա համար ենք, այդ թվում սրա համար, հիպոթեկային վարկի վճարած տոկոսների գումարների վերադարձ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս ծրագրի շնորհիվ տան տեր է դարձել, 327.4 միլիարդ դրամ,
327.4 միլիարդ դրամ։ Այս սենց հաշվել ենք, սենց ենք հաշվել։ Ու տվել ենք կոնկրետ 327.4 միլիարդ դրամ։ Հայտարարատու համարվող անձանց օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծախսերի ուղղություններով կատարված ծախսերի փոխհատուցում 9.1 միլիարդ դրամ։ Եվ այսպես շարունակ։ Այսինքն 3.7 միլիարդ դրամ 3.7 միայն էս այնա, որ անհատապես վերադարձրել ենք քաղաքացիներին։ Եվ սա է այն, ինչի համար այդ թվում սա է, որ հեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։